Քո հրաշքն ամեն օր ուղերձների շարք։ Զորավոր իր առատաձեռնության մեջ։ Սիրելի բարեկամ, վերջին մի քանի օրերին մենք Աստծո զորությանը վերաբերող տարբեր կողմերի մասին խոսեցինք, խորհեցինք ու աղոթեցինք։ Հույս ունեմ, որ այս ուղերձները ինչ-որ կերպ օգնում են քո կյանքը փոխակերպելու հարցում։ Այսօր ուզում եմ, որ միասին մեր հայացքներն ուղղենք դեպի Տեր Աստծու առատաձեռնությունը։ «Որովհետև ինչ որ կարելի է իմանալ Աստծու մասին, նրանց հայտնի է, քանի որ Աստված նրանց հայտնեց. աշխարհի ստեղծումից ի վեր Նրա աներևույթ առանձնահատկությունը, Նրա մշտնջենական զորությունն ու աստվածությունը տեսանելի են ստեղծվածների միջոցով» Աստված ամենուր է։ Նա ներկա է Իր արարչագործության ցանկացած վայրում։ Իսկ ամենազարմանալին այն է, որ Նա ունակ է լինելու նաև մարդ արարածներից ոմանց մեջ, իհարկե ոչ բոլոր, այլ միայն Իրեն հնազանդ ու Իրեն հավատացող մարդկանց։ Սակայն ողջ արարչագործությունը, բնությունն ու գիտության օրինաչափությունները խոսում են Աստծու գիտության և Աստծու գործունեության մասին։ Քո հանդեպ Իր մեծ սիրուց դրդված Աստված արարեց փարթամ ու պարարտ մի երկիր, որը լի է բազմազան ու տարատեսակ ռեսուրսներով, և դա արեց հանուն նրա, որ մարդուն տա այն ամենը, ինչի կարիքը մարդը կարող է ունենալ։ Ինչպես Ադամի ու Եվայի պարագայում էր, այնպես էլ քո դեպքում է։ Դու նույնպես ժառանգել ես Աստծու արարած բնությունը, ինչը խոսում է Աստծու առատաձեռն, ստեղծագործ ու անսպառ էության մասին։ Անշուշտ, մարդն ամեն ինչ անում է, որպեսզի ապականի Աստծու ստեղծած բարի աշխարհը, սակայն դա արդեն այլ քննարկման առարկա է։ Աստծու առատաձեռն ու հոգատար բնույթի դրսևորման գագաթնակետը խաչի վրա Տեր Հիսուսի կատարած զոհաբերությունն է, որի շնորհիվ Նրան հավատացող յուրաքանչյուր ոք դառնում է զարմանալիորեն առատաձեռն ու չափազանց բարի Աստծու ժառանգը։ Այո, ինչպես Աստվածաշունչն է ասում, դու իսկապես կարող ես ունենալ կյանք և առատ կյանք, եթե հավատաս ու հնազանդվես Տեր Հիսուսին ու Նրա ուսուցումներին։ Աստծու համար թանկ ու սիրելի զավակ, քո կյանքի յուրաքանչյուր բնագավառում Աստված կամենում է առատաձեռն կերպով օրհնել քեզ։ Բ Օրինաց 28-րդ գլուխը հենց դրա մասին է խոսում։ Աստված ամենակարող է և կարող է օրհնել քեզ ու լցնել կյանքդ ամեն տեսակ օրհնություններով։ Առաջարկում եմ միասին աղոթել ու գոհանալ Աստծուց Իր հոգատարության և առատաձեռնության համար։ Ամենակարող Տե՛ր, խնդրում եմ, ների՛ր ինձ, որ երբեմն կասկածի տակ եմ դնում Քո առատաձեռնությունը։ Հիմա ուզում եմ հայտնել Քեզ իմ շնորհակալությունը Քո Արքայության բարիքներն ու օրհնություններն ինձ համար հասանելի դարձնելու համար թե՛ հոգևոր, թե՛ հարաբերությունների և թե՛ նյութական ոլորտներում։ Եվ շնորհակալ եմ այսօր կրկին ինձ հիշեցնելու համար, որ ամեն բարի պարգև Քեզնից է, քանի որ ամեն բան Քեզ է պատկանում։ Ես իմ գոհությունն ու փառաբանությունն եմ Քեզ ուղղում և շնորհակալ եմ, որ Դու այդքան մեծ, սիրող, բարի և ողորմած Աստված ես։ Աղոթում եմ Տեր Հիսուսի զորավոր անունով։ Ամեն։ Երկրպագիր Աստծուն, ճանաչելով Նրա կամքն ու հնազանդվելով Նրա կամքին, և կտեսնես, թե ինչպես են երկնքի դռները բացվում քեզ համար։ Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։ Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։ Սիրով և աղոթքով Արման Մանուկյան։